քթային շնչառությունն է, որ ապահովում է թթվածնով հենց ուղեղը։ Բերանով շնչելիս եւ քթով շնչելիս մենք օրգանիզմի համար տարբեր խնդիրներ ենք լուծում։ Քթային դժվարաշնչությունների ժամանակ մարդիկ կանգատվում են, այո, քնկուտությունից, ընդհանուր թուլությունից, ինչու, որովհետև թթվածի մեջ չի հասնում դեպի ուղեղի անոթները, թթվածնով չեն հագենում անոթները, նման երեխաների մոտ լսողության իջեցման, ոչ թե երեխան անուշադիր է, այլ երեխան չի կարողանում լսի։ Ընդհանրապես խաղամփոցների ժամանակ խախտվում է շնչառական շղթան։ Երեխաների հետ աշխատելը ինձ ավելի հետաքրքիր է։ Դա ինձ մեծ բավականություն է պատճառում եւ գիտեք, երեխաները ամենաանկեղծ պացիենտներն են։ Այո, իրենք չեն կարող թաքցնել ինչպես իրենց մոտ արկա խնդիրը, այնպես էլ արդեն ապաքինումից հետո իրենց բավականությունը։ Դա ուղղակի պետք է տեսնես։ Ողջույն, իսկ հիմա խորը շունչ քթով։ Ինչու՞։ Այսպիսով մենք կլուծենք երկու խնդիր։ Նախ կստուգենք արդյոք ունեք հարբուխ թե ոչ, իսկ երկրորդը հենց քթային շնչառությունն է օգնում ուղեղին լավ աշխատել։ Այսօր այս մասին ենք զրուցելու եւ շատ ավելի։ Սակայն նախքան իմ հյուրին ներկայացնելը, ուզում եմ ձեզ հիշեցնել մեզ բաժանորդագրվելու մասին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակը, ինչպես նաև կարող եք մեզ գտնել այլ սոցիալական հարթակներում, դրանք Instagram, Facebook եւ TikTok-ն են։ Եվ այսպես, այսօրվա իմ զրուցակիցն է մարդ, ով գրեթե 30 տարի բնագավառում է, որից 20-ը քիթ կոկորդ ականջաբան։ Նա էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ, աշուն, հարբուխների շրջան, դա նշանակում է քթի սպրեյերից անբաժանենք։ Արդյոք սա չի առաջացնում կախվածություն եւ չունի բացասական կողմեր տևական օգտագործման պարագայում։ Այո, քթի կաթիլներ ունեն ինչպես հակացություններ, այնպես էլ ունեն հաճախակի կիրառման դեպքում բացասական կողմեր։ Դուք հարցը տվեցիք սեզոնային հարբուխների վերաբերյալ, ես պատասխանում եմ, որ հարբուխը միայն սեզոնային չի լինում, հարբուխի պատճառները կարող են լինել բազմաթիվ, սակայն հաշվի առնելով սեզոնայնությունը, հաճախականությունը պացիենտների մոտ, ինչպես մեծահասակների երեխաների մոտ, ավելի հաճախ է լինում։ Հարբուխի ժամանակ քթի խողոչում առաջանում է այտուցվածություն, լորձաթաղանթի այտուց, անոթների լայնացում, փակվում է շնչառությունը։ Զուգահեռ լինում է նաև քթահոսություն, որի մասին եթե կարիք լինի կխոսենք ընթացքում, քթահոսությունը ինքը պաշտպանողական դեր է կատարում։ Քթի կաթիլները հանդիսանում են որպես շտապ օգնություն, այսինքն իրենք շատ արագ կաթիլը օգտագործելուց հետո շնչառությունը բացում են։ Պացիենտը ոգևորված այդ զգացողությունից քթի կաթիլները վերցնում է դեղատանը, իր մոտ է պահում, հաճախ է օգտագործում, սակայն դրանք չի կարելի օգտագործել ավելի քան 3, 4, 5, մաքսիմում 7 օր տևողությամբ։ Քթի անոթասեղմիչ կաթիլները մեր բուժական տարբեր պլաններում ներառված են եւ դրանք նշանակվում են ըստ ցուցման եւ ինչպես նշեցիք արժատև տևողությամբ։ Դրանք չարաշահումը բերում է իր հետևանքները, քթի խողոչում չորության զգացողություն, սովորություն է առաջանում քթի կաթիլների նկատմամբ, մի քիչ հարամատչելի եմ ուզում արտահայտվեմ, որ մարդիկ ավելի բազդանկալ են, կախվածություն է առաջանում։ Իրանք էլ արդեն առանց քթի կաթիլների չեն կարողանում։ Ինչու՞։ Որովհետև քթի կաթիլները երկարատև օգտագործելուց հետո դադար տալուց առաջանում է ավելի շատ այտուցվածություն քթի խողոչի եւ նրանք հարկ են ունենում կրկին անցնել քթի կաթիլների։ Կախվածություն կարող է առաջացնել, կարճ ասած։ Բժիշկ, իսկ ադենոիդներ հնարավոր է երեխաների պարագայում սրանց աճի խթանում, եթե տևական ժամանակ երեխայի շնչառությունը քթային բացելու համար սպրեյեր օգտագործենք։ Ոչ, այս տերորայքները անոթասեղմիչ պրեպարատները
ադենոիդ հյուսվածքի գերաճի վրա որևիցե դեր չի խաղում։ Եվ անդրադարձակ ադենոիդ վեգետացիաներին, դա երեխաների մոտ, այո, քթային դժվարաշնչության պատճառներից մեկն է, եւ երեխաների մոտ տարբեր տարիքային խմբերում ելնելով ֆիզիոլոգիա անատոմիական առանձնահատկություններից քթային դժվարաշնչության պատճառները տարբեր են լինում։ Ադենոիդ վեգետացիաները երեխաների մոտ առաջացնում են քթային դժվարաշնչություն, ինչպես ասացինք։ Ադենոիդ վեգետացիաները կան բոլոր երեխաների մոտ ծնված օրվանից, ելնելով շատ պատճառներից ադենոիդ վեգետացիաները կարող են գերաճի ենթարկվել, չափերով փոփոխվել, փակելով երեխայի քթային շնչառությունը։ Այդ պարագայում ոչ անութասեղ միջոցներ գրեթե չենք կիրառում կամ կիրառելից հազվադեպ ենք կիրառում, բուժումը այլ է։ Բժիշկ, իդեպ մեր հետևորդներին ասենք, որ ադենոիդները դրանք ժողովրդական կերպ ասված դա քթի միսն է, որը տարածված է համարել, որ երեխայի մոտ գերաճ է ունենում, եթե օգտագործեն որոշակի քթային շնչառության համար նախատեսված դեղամիջոցներ, նպաստում է սրան։ Ընդունենք, դուք ասացիք, որ բոլոր երեխաները ունեն դրանք, մի պարագայում դա շնչառությանը խանգարում է, մյուս պարագայում ոչ։ Խանգարելուն նպաստում են շնչառության համար նախատեսած այդ կաթիլները, թե կապ չունեն ընդհանրապես։ Այս պարագայում իրանք դեր չեն խաղում, իրանք քթային շնչառությանը չեն վնասում։ Ինչպես ասացի, ադենոիդ վեգետացիաներ ունեն երեխաները ծնված օրվանից եւ նրանք պաշտպանողական դեր են կատարում։ Ադենոիդ վեգետացիաները հանդիսանում են իմունոկոմպետենտ շատ կարևոր օրգան երեխաների համար եւ սեկրետոր իմունոգլոբուլինի մեծ պաշարը օրգանիզմը ստանում է ադենոիդ վեգետացիաների միջոցով։ Այն ժամանակ, երբ որ շատ պատճառներից ելնելով ադենոիդ վեգետացիաները իրանք մեծանում են եւ գերաճ է առաջանում, այդ ժամանակ հարկ է առաջանում արդեն իրենց բուժման, այստեղ այլ հարցեր դեորայքային, վիրահատական բուժման։ Ադենոիդ վեգետացիաների գերաճից երեխաների մոտ առաջանում է քթային դժվարաշնչություն, առաջանում է գերլորձային արտադրություն, թանձր բնույթից շատ հաճախ, որը ծորում է դեպի բողոքները եւ առաջացնելով բողոք-թոքային համակարգի հաճախակի կրկնվող բորբոքային պրոցեսներ։ Ադենոիդներից նույն արտադրությունը ծորում է դեպի ականջները, առաջացնելով ականջաբորբեր, եւ նույն ադենոիդներից արտադրությունը քիթ արցունքային ծորանի միջոցով կարող է տարածվել դեպի աչքերը։ Տեսեք, ինչ կարևոր հատվածի մասին ենք մենք խոսում, ադենոիդները իրանք գտնվում են քթմպանում, աղբու երեխայի, եւ քթմպանի տարածքը կարծես թե հանդիսանում է խաչմերուկ շատ ճանապարհների։ Քթմպանում բացվում է ականջների ներքին բացվածքների եւ եստախյան փողերը։ Քթմպանում բացվում է քթի խողոչից գնացող եւ աչքից եկող արցունքը։ Քթմպանից դեպի ըմպան եւ շնչուղիներ գնում է օդը քթով շնչելիս, այսինքն ինքը հանդիսանում է շատ կարևոր խաչմերուկ եւ այդ հատվածում առաջացած բորբոքային պրոցեսները ադենոիդ վեգետացիաների գերաճը երեխաների մոտ բերում է շատ ու շատ բարդությունների։ Չհետևելու դեպքում, ճիշտ ժամանակին չբուժելու դեպքում բարդությունները հասնում են շատ անհանգստացնող աստիճանի։ Օրինակ, այս հիվանդության բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել երեխայի լսողության անկմանը, որակի իջեցմանը։ Ինչպես նշեցի, ադենոիդ վեգետացիաների գերաճի պարագայում առաջացած գերլոձային արտադրությունը շատ հեշտ բարձրանում է դեպի ականջները, անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները երեխաների հաշվի առնելով, առաջանալով ականջաբորբեր, իջնում է երեխայի լսողության սրությունը, առաջանում է ցավ ականջում, պացիենտները գանգատվում են գլխապտույտից, ընդհանուր մշուշային վիճակում գտնվելու զգացողությունից եւ ծնողները հաճախ դիմելիս ասում են, որ երեխան անուշադիր է դարձել։ Ուշադրություն չդարձնելով հենց այն հանգամանքին, որ
դա ոչ միայն, այո, կարող է տարիքային անուշադրություն լինել, բայց դա նաև պատճառ է առաջին հերթին կոնկրետ նման երեխաների մոտ լսողության իջեցման։ Ոչ թե երեխան անուշադիր է, այլ երեխան չի կարողանում լսի, թույլ է լսում։ Նաև քթային շնչառությունն է, որ ապահովում է թթվածնով հենց ուղեղը, եւ եթե մարդը ունի քթային դժվարաշնչություն, կարող է բերել նաև ուղեղի աշխատանքի դանդաղ ընթացքին կամ անուշադրության։ Եկեք մի փոքր այս մասին, այսինքն մեզ թվում է, թե քիթ է շնչում ենք մի օր մի քիչ ավելի ազատ, մի օր մի քիչ ավելի դժվարացած, առանձնապես ուշադրություն չենք դարձնում, բայց դրանք անհետևանք չեն մնում փաստորեն։ Այո, դրանք անհետևանք չեն կարող մնալ։ Դուք ճիշտ նշեցիք, քիթը շնչում է, շատ մարդիկ այդպես են մտածում, սակայն բերանով շնչելիս եւ քթով շնչելիս մենք օրգանիզմի համար տարբեր խնդիրներ ենք լուծում։ Նախ քթային շնչառությունը ինչով է այդքան կարևոր։ Քթով շնչելիս օդը խոնավանում է, տաքանում է եւ վնասազերծվում է, ինչ որ չափով մանրէներից ազատվելով շարունակում է իր ճանապարհը վերին շնչուղիներից դեպի իր ճանապարհը դեպի բողոքներ, թոքեր։ Երբ որ պացիենտը երեխան թե մեծահասակը ունի քթային դժվարաշնչություն եւ չի շնչում քթով, փաստացի տեսեք բնությունը մարդուն ստեղծել է այնպես ինչպես ինքը կա, այսինքն ստեղծել է որ ինքը պիտի շնչի քթով, նաեւ բերանով օգնի իրեն, փոխվում է, խախտվում է ամբողջ ֆիզիոլոգիան։ Մարդ պետք է ապրի այնպես ինչպես բնությունը իրեն ստեղծել է։ Եվ քթային դժվարաշնչությունների ժամանակ մարդիկ կանգատվում են, այո, քնկուտությունից, ընդհանուր թուլությունից, ինչու, որովհետև թթվածինը չի հասնում դեպի ուղեղի անոթները, թթվածնով չեն հագենում անոթները եւ ունենում են իմ նշած կանգատները։ Եվ որպես արդյունք թթվածնային քաղց ամբողջ օրգանիզմում, սրա վտանգների մասին էլ մի փոքր խոսենք։ Դրա վտանգները հետևյալն են, թթվածնային քաղց ասելով ոչ միայն ուղեղն է տուժում, այլ ամբողջ օրգանիզմը, ամբողջ օրգան համակարգերը թթվածնով չեն հագենում եւ հետեւաբար իրանք շղթայաբար բերում են իրենց հետ տանող եւ հետագա բարդություններին։ Ես մի փոքր ուզում եմ հետ հայացք գցել քթի անոթասեղմիչ կաթիլներին, հենց նույն այդ անոթասեղմիչ կաթիլների անհարկի եւ ոչ ճիշտ տևողությամբ օգտագործումն են բերում է նույն անոթների սպազմի, սեղմվածության, որի արդյունքում ոչ միայն թթվածին դեպի մարդու ուղեղ չի փոխանցվում, չի հասնում, նաև անշրջանառությունն է վատանում, այսինքն կրկնակի վնաս է կրում պացիենտի օրգանիզմը։ Լավ, բա ընդունենք չի կարողանում շնչի, այդ բժշկի սահմանած 3-4 օրը 5 օրն էլ ընդհուպ միջև լրացավ, բայց դժվարաշնչությունը այդ հարբուխի նշանները չեն վերացել, ինչ անի մարդը։ Պացիենտի բուժման պլանը շատ տարբեր է։ Պացիենտը դիմում է բժշկին, կատարվում է ախտորոշում, յուրաքանչյուր բուժում, եթե դա թույլատրելի է, սկսվում է պարտադիր կոնսերվատիվ բուժումով։ Եթե կոնսերվատիվ բուժման տարբերակները արդյունավետ չեն լինում, արդեն իսկ այստեղ գալիս է վիրաբուժի հմտությունները, որ պետք է պացիենտին օգնել, բուժել, վիրահատել, արդեն հարկ է առաջանում վիրահատական բուժման։ Բժիշկ որ պարագաներում է, որ վիրահատությունն է ամենառացիոնալ բուժման եղանակը եւ որ պարագաներում է, որ ուրիշ բուժումները նույնպես կարող են արդյունավետ լինել։ Թե որպես կանոն բոլոր վիրաբույժները ասում են՝ վիրահատենք, վերջադա խնդիրը ընդմիշտ ազատվենք այս խնդրից։ Սա այդ տարբերակն է, թե չէ, էնդոսկոպիկ վիրահատությունը ինչքանով է հեշտ դարձնում է ընթացքը, այսինքն քթային շնչառության վերականգնումը։ Տեսեք, ոչ, ինչպես նշեցի, յուրաքանչյուր բուժում ի սկզբանե սկսվում է կոնսերվատիվ ճանապարհով։ Եթե մենք ունենք անորցունավետություն կամ մի քանի բուժման կուրս կրկնելուց հետո պացիենտի մոտ գանգատները չեն նվազել, այստեղ արդեն հարկ է առաջանում բուժման այն պլանի
Հաջորդ տարբերակը դա տրամաբանորեն արդեն վիրահատական բուժման ճանապարհն է։ Բժիշկ, էնդոսկոպիկ վիրահատության առավելությունները որոնք են եւ ինչու պետք է նախընտրել էնդոսկոպիկ վիրահատությունը մեծահասակների եւ երեխաների պարագայում, ինչպես կողմնորոշվի պացիենտը բուժառուն ինչ տեսակի վիրահատությամբ դիմի ձեզ, էնդոսկոպիկ թե այլ տարբերակը։ Ինչպես կողմնորոշվի, կողմնորոշելուն պետք է բժիշկը օգնի, իսկ տարբերությունները, այսպես ձեզ ասեմ, մի փոքր ավելի հանրամատ չլինելու համար, վիրահատություններ կան, որոնք ամենևին էնդոսկոպիկ մեթոդով կատարելու իմաստը չկա դրանց, բայց վիրահատություններ կան, երբ անշուշտ դրանց կատարման գործում էնդոսկոպիկ վիրաբուժությունը տալիս է շատ ավելին, քան մենք կարող ենք դա անել առանց նման գործիքակազմի։ Ինչ է էնդոսկոպիկ վիրաբուժությունը եւ ինչ է իրենց ներկայացնում էնդոսկոպը։ Էնդոսկոպը դա գործիք է մոնիտորով, իր համապատասխան օպտիկայով, միկրովիրաբուժական գործիքակազմով, որը թույլ է տալիս բժշկին կատարել իր իմացած վիրահատությունները այդ տեսակով։ Սակայն բժիշկը պետք է ունենա այդ կրթությունը նախ տիրապետի գործիքին։ Այո, տիրապետի ոչ միայն գործիքին տիրապետելը շատ քիչ է, նաև բժիշկը պետք է կարողանա տիրապետի վիրահատական այդ տեխնիկային, այդ մեթոդին։ Էնդոսկոպիկ վիրաբուժության արդյունքում պացիենտի մոտ ստանում ենք մինիմալ տրավմատիզացիա, մինիմալ արյան կորուստ, մեծ վիզուալիզացիա, այսինքն խոշորացված պատկեր, որը թույլ է տալիս աչքից չվրիպի նույնիսկ մինիմալ դետալները եւ հետեւաբար, եթե այսքանը դու ունես, տիրապետում ես այդ վիրահատական մեթոդներին, դու պացիենտին կարող ես տալ ավելի լավ արդյունք։ Ժամանակի ընթացքում շատերն են գերադասում էնդոսկոպիկ վիրահատության եղանակները, որովհետև շատ արագ են կարողանում վերադառնալ շարքեր, այսինքն ինքը վերականգնման ընթացքը բավականին կարճ է տևում, որքանով ես տեղյակ եմ, եթե սխալվում եմ բժիշկ կուղեք, արդեն վիրահատության 3-րդ օրը մարդը գնում է աշխատանքի։ Այո, ճիշտ եք։ Էնդոսկոպիկ վիրահատությունների հենց մինիմալ տրավմատիզացիան բերում է նրան, որ պացիենտի ապաքինում ավելի շուտ է լինում։ Պացիենտները շատ հաճախ իրենց աշխատանքից, իրենց աղրորիայից, հաշվի առնելով մարդկանց կենցաղի ծանրաբեռնվածությունը, աշխատանքի, կյանքի տեմպը, մարդիկ ձգտում են հնարավորինս քիչ բացակայել եւ այդ իրենց զբաղվածությունը շատ հաճախ բերում է նաեւ նրան, որ մարդիկ իրենց առողջական խնդիրները թողնում են բարձի թողի։ Այստեղ այս նման վիրահատությունների պարագայում պացիենտը կարող է հաշված օրերում դիմի բժշկին, հետազոտվի, ընտրվի վիրահատության պլան, վիրահատության տեսակ, վիրահատվի, 2 օր անց անցնի իր բնականոն աշխատանքին, բնականոն կենցաղին։ Եվ կուզեմ անդրադառնալ նաև ձեր նախորդ հարցին, բաց թողեցի ես, հարց տվեցիք նաև երեխաների։ Այո, իդեպ էնդոսկոպիկ վիրահատություններ ցուցված են երեխաներին կարելի է իրականացնել։ Իհարկե։ Նաև կիրառվում է երեխաների մոտ, երեխաների մոտ էլ ունի կիրառման իր ցուցումները, երեխաների մոտ, ինչպես նաև մեծահասակների մոտ դժվարաշնչության պատճառները տարբեր են լինում, հաշվի առնելով անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները երեխաների, ինչպես մեր հաղորդման սկզբում նշված հարբուխները, քթային դժվարաշնչությունները, նրանք ավելի սուր են ընթանում երեխաների մոտ։ Եվ նաև ելնելով իրենց անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, էնդոսկոպիկ վիրահատական մեթոդը, վիրաբուժությունը թույլ է տալիս կատարել այնպիսի վիրահատություններ, որը ուղղակի իրենց մոտ կատարել հնարավոր չէր։ Հա, եթե օրինակ անդրադառնանք դժվարաշնչության պատճառներից մեկին, մենք նշեցինք երեխաների մոտ ադենոիդ վեգետացիաները, սակայն երեխաների մոտ, ինչպես մեծահասակների մոտ, դրանք բազմաթիվ են։ Օրինակ միջնապատի ծավալությունները,
Մոտեցումները քթի միջնապատի ծանրվածության ուղղման վիրահատությունների հետ կապված շատ տարբեր են բժշկական բնագավառում։ Բժիշկներ եւ տարբեր երկրների բժիշկների փորձը իրարից տարբերվում է։ Կամ բժիշկներ, ովքեր համարում են, որ եթե մի կա միջնապատի ծանրվածություն, կա խնդիր, անկախ տարիքից դա պետք է անպայման շտկվի։ Անձամբ ես այդ ուղղվածության կողմնակիցը չեմ, քանի որ երեխայի օրգանիզմը դեռևս պետք է աճի, զարգանա եւ հենց խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել չափահաս տարիքում կամ չափահաս տարիքին մոտ հասակում։ Սակայն նաեւ իմ նշած խնդրի վերաբերյալ, եթե կան մինիմալ փոփոխություններ եւ վիրաբույժը ունակ է, ունի այդ փորձը, սա շատ կարեւոր է, կարող է կատարել այդ վիրահատությունները, առանձին դեպքերում կարելի է չսպասել չափահաս տարիքին եւ մինիմալ փոփոխությունների պարագայում էնդոսկոպիկ վիրահատությունների շնորհիվ մինիմալ կտրվածքների միջոցով, փոքր կտրվածքների միջոցով, մինիմալ արյան կորուստով եւ չվնասելով շրջակա առողջ հյուսվածքներին երեխային տալ արդեն առողջություն, առողջ շնչառություն, չսպասելով իր չափահաս տարիքին։ Ես ինչի համար սրան հատուկ անդրադարձա, որովհետեւ տեսեք, մի փոքր ցավոտ թեմա է, ինչի շատ են դիմում ինձ պացիենտներ արդեն այն ժամանակ, երբ որ բավականին երեխայի մոտ խնդիրները սրվել են, երեխայի մոտ բավականին լուրջ փոփոխություններ են առաջացել, հա, քթային դժվարշնչությունների ժամանակ երեխաների մոտ կրկնվում եմ, սակայն պետք է ասեմ, հաշվի առնելով անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, տարբեր տարիքային խմբերում բերում են իրենց կողմից առաջացնող, իրենց կողմից իրենցից բխող բարդությունները։ Եվ եթե կոնկրետ այդ տարիքային խմբում խնդիրը կարելի է լուծել եւ բաց է թողնվում, հետո մենք ավելի բարդանում է, հա։ Եվ բարդանում է, եւ այն խնդիրները, որոնք մենք արդեն ուզում ենք լուծենք, մենք երեխային տալիս ենք քթային լավ շնչառություն, փորձում ենք երեխային առողջացնել, այդ ամեն ինչը կատարվում է, բայց այն հետևանքների հետևից արդեն հասնել վազելը շատ դժվար է, հետևանքներ կան, որոնք դժվար է վերացնել։ Իսկ ադենոիդ վեգետացիաների պարագայում, վեգետացիաների գերաճի պարագայում, որը շատ հաճախ հանդիպում է հենց երեխաների մոտ 3 տարեկանից սկսած մինչև 6, 7, 8 տարեկանը, ավելի մեծ տարիքում 14-15 տարեկան հասակում իրանք հետ են զարգանում, նորմալորեն պետք է հետ զարգանան, սակայն կարող են չզարգանալ եւ այդ խնդիրը շարունակվել, այսինքն պետք չի սպասել, ինչի համար ես ամեն ինչ ասեցի, ծնողները գալիս են հետեւյալ հարցադրումով, միգուցե փոքր երեխան սպասենք, հա բայց ինչին սպասենք, եթե արդեն ունենք առողջական խնդիրներ, եթե ունենք արդեն դժվարաշնչություն, ինչին սպասենք, սպասենք, որ դա երեխայի մոտ խորանա, իսկ երեխայի մոտ խորանալով բերում է շատ լուրջ խնդիրների, դիմացնոտային կմախքի զարգացվածության խախտումների, ծնոտը առաջ է գալիս։ Առաջ է գալիս, շատ հաճախ հետ է զարգանում, ատամնաշարի ոչ ճիշտ գծվածք, ականջի կողմից բարդությունների տեսքով լսողության իջեցում, հաճախակի կրկնվող բողոքային հիվանդություններ։ Եվ այս ամեն ինչից խուսափելու համար երեխաների մոտ խնդիրը տեսնելուն պես պետք է դիմել բժշկին։ Ինչ պիտի տեսնի ծնողը, որպեսզի հասկանա, որ երեխայի մոտ այդ խնդիրն է եւ դիմի բժշկին։ Ծնողը հիմնականում մայրիկները նշում են, որ երեխայի մոտ կա քթային դժվարաշնչություն։ Բերանով է շնչում, այսինքն։ Բերանով է շնչում։ Գիշերները բերանը բաց է շնչում։ Երեխայի մոտ կա քթահոսություն։ Եվ սա կարող է տևել որոշակի ժամանակ, հա, երեխաները հաշվի առնելով իրենց կենցաղը, մանկապարտեզ, դպրոց, շփվում են մեկը մյուսի հետ, վիրուսներով փոխանակվում են, այո,
կարող է նման բաներ երեխաների մոտ լինել, որը կարճատև տևողության պարագայում անհանգստանալի չի, բայց եթե տեսնում եք, որ այդ խնդիրը երեխայի մոտ 1 շաբաթ, 2 շաբաթ լավ չանցավ, պարբերաբար կրկնվող բնույթ կրեց, 1 տարի, ինչին սպասեք։ Սպասելու պարագայում դուք արդեն իսկ տանում եք ամեն ինչ բարդ ճանապարհով, որովհետև եթե սկզբնական շրջաններում մենք նման խնդիրները կարող ենք լուծել կոնսերվատիվ բուժման տարբերակով, հիմա արդեն Նաև հետևանքները պիտի բուժենք։ Այո, մենք արդեն ստիպված ենք միանգամից այս պարագայում, ճիշտ այնքան էլ միանգամից չէ, տեսնելով խնդիրը փորձանում ես կոնսերվատիվ բուժման, բայց մի փոքր այսպես վերապահումով արդեն զգում ես, որ այնքան է խնդիրը խորացած, որ ստեղ միայն վիրահատական ճանապարհով կարող ես օգնել։ Պարոն Պողոսյանի տարբերությունը շատ բժիշկների, դուք հենց երեխաների հետ եք հաճախ աշխատում, որովհետև շատ վիրաբույժներ խուսափում են երեխաներին վիրահատելուց, ինձ կասեք այդ նրբությունները եւ բարդությունը երեխաների վիրահատության, որն է, որ շատ բժիշկներ խուսափում են, ասում են, ես մանկական լորդ չեմ։ Ես բուժում եմ, վիրահատում եմ ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, սակայն երեխաների հետ աշխատելը ինձ ավելի հետաքրքիր է։ Դա ինձ մեծ բավականություն է պատճառում եւ գիտեք, երեխաները ամենաանկեղծ պացիենտներն են։ Այո, իրենք չեն կարող թաքցնել ինչպես իրենց մոտ արկա խնդիրը, այնպես էլ արդեն ապաքինումից հետո իրենց բավականությունը։ Դա ուղղակի պետք է տեսնես, երբ որ երեխան ունի ցավ եւ գալիս է քեզ մոտ մայրիկի, հայրիկի ձեռքը բռնած, ընկճված վիճակում, թույլ, նվաղած, եւ դու այդ երեխային բուժում ես, այլ բաղեր պետք չի։ Ինքը պետք չի, որ քեզ ասի ես լավ եմ։ Դու արդեն տեսնում ես իր ժպիտը, իր լավ շնչառությունը, աչքերի փայլը, արդեն այդ երեխային թարմացած, աղույկ, առողջ տեսնում ես։ Իսկ ինչու են շատ բժիշկներ հրաժարվում երեխաներին վիրահատելուց, որն այդ երեխայի օրգանիզմի բարդությունը, միգուցե փոքրիկ են օրգանները վնասելու հավանականությունն է ավելի մեծ, ինչու են շատ բժիշկներ հրաժարվում երեխաներին վիրահատելուց, հավանաբար ավելի բարդ է։ Տեսեք, կա կարծիք երբեմն նաև բժիշկների շրջանակում, թե ինչ տարբերություն երեխայի քթի խոհոճն է, երեխայի կոկորդն է, ըմպանն է, թե մեծահասակի մոտ նույնի տուճուր տեսակն է։ Ոչ, դա ամենևին այդպես չի։ Այո, շատերը խուսափում են, շատերը կարող են խուսափել, որովհետև երեխաների հետ աշխատելիս քո գիտելիքները պետք է լինեն ոչ թե ընդհանուր քիթ կոկորդ բժշկին հասանելի, այլ դու պետք է իմանաս տարբեր տարիքային խմբերում երեխաների մոտ առանձնահատկությունները, իրենց ֆիզիոլոգիայի, իրենց անատոմիական կառուցվածքի, իրենց դեռևս չձևավորված կմախքի, դիմացնոտային կմախքի մասին է խոսքը, դու այդ ամեն ինչը պետք է տիրապետես։ Եվ այո, չունենալով այդ հմտությունները շատ դժվար է կատարել վիրահատություններ երեխաների մոտ։ Թվում է, թե նույն տեսակի վիրահատություն է, ոչ, դա այդպես չի։ Դա այդպես չի։ Կան դեպքեր, երբ որ դու երեխայի մոտ տեսնում ես օրինակ արկա քթային դժվարաշնչություն, արկա մեկ այլ խնդիր, ոչ միայն քթային դժվարաշնչություն, եւ դու հասկանում ես, որ այս տարիքում երեխայի աճի այս շրջանում դա նորմա է հանդիսանում։ Այսինքն, եթե դու չես տիրապետում այդ առանձնահատկություններին, քեզ այդ շրջանում առաջացած խնդիրը պաթոլոգիա կարող է թվալ։ Թվալու է պաթոլոգիա, թվալու է բուժման ենթակա։ Իսկ դա սխալ է։ Եկեք խոսենք խռմփոցից, արդյոք սա շնչառական խնդիր է, որովհետև մարդը հանգիստ շնչում է, ունի քթային շնչառության խնդիր, դասակ 30 տարեկան, մեկ էլ 32-ում նրան ասում են, որ գիտես, երբ որ դու քնում ես, խռմփոցնում ես, եւ չգիտի, որ բժշկին դիմի, այս արդյոք սա շնչառական պրոցեսի խանգարում է։ Խռմփոցները
պարտադիր չի միայն մեծահասակների մոտ, շատ հաճախ ծնողները նաև դիմում են երեխաների համար։ Պատճառները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ շատ տարբեր են։ Մեծահասակների մոտ շատ ավելին, քան երեխաների մոտ, որի մանրամասների մեջ, եթե ներթափանցեք, այստեղ ոչ միայն քիթ կոկորտ մասնագետին է պետք դիմել, այստեղ շատ ու շատ այլ խնդիրներ կան, որոնց նկատմամբ պետք է ուշադիր լինել, եւ այդ պատճառները հայտնաբերելը միայն միշտ չի, որ քիթ կոկորտ մասնագետն է այստեղ պետք, նյարդաբանի օգնությունն է անհրաժեշտ, նաեւ մենք ունենք մասնագետներ, ովքեր զբաղվում են քնիկենտրոն հասկացողություն ունենք, հա, որտեղ զբաղվում են նման խնդիրներով, այո, այնպես որ ստեղ պացիենտների բուժումը մի փոքր ավելի ոչ նեղմասնագիտական է, միայն քիթ կոկորտ մասնագետի շրջանակներում չի գտնվում։ Երեխաների մոտ մի փոքր այլ է։ Նաև այդ խաղամփոցներից, երբ որ մենք խոսում ենք, ստեղ պետք է մի շատ կարևոր բանի մասին խոսենք։ Տեսեք, երբ որ երեխան խաղամփացնում է, նշանք մեկը վատ է շնչում։ Իսկ վատ շնչառությունը քնի ընթացքում բերում է նրան, որ երեխայի քունը մակերեսային է, հետևաբար իր օրգանիզմը չի հասցնում հանգստանա։ Ինչ ենք ունենում, քնած ժամանակ երեխայի հանգիստ քնի ընթացքում աճի հորմոն է արտադրվում, որը թույլ է տալիս երեխային ճիշտ զարգանալ, ճիշտ աճել, ճիշտ մեծանալ։ Մակերեսային քնի պարագայում երեխաները լինում են տուժած, ավելի նվազ, ավելի թույլիկ, այո, նաև դյուրագրգիռ, առանձին դեպքերում կամակոր։ Ծնողները այդ կամակորությունը վերաբերում են երեխայի երբեմն իրենց կողմից ոչ ճիշտ դաստիարակության, իհարկե դա էլ տեղին է, բայց այստեղ խնդիրը ոչ միայն դա է, այլ հենց այդ մակերեսային քունը երեխայի քնով չկշտանալը բերում է այդնման կամակորությունների։ Որի պատճառը կարող է լինել քթային դժվարաշնչությունը, այո։ Այո, քթային դժվարաշնչությունը։ Իսկ երբ որ մենք այստեղ խոսում ենք խաղամփոցներից, ես կուզենայի նաև անդրադառնալ մի կարևոր հարցի, քթային դժվարաշնչություն ոչ միայն ադենոիդների հետևանքով, այլ նաև ընդհանրապես խաղամփոցների ժամանակ խախտվում է շնչառական շղթան։ Երբ որ երեխաների մոտ լինում են նաև գերաճած քմային նշիկներ։ Պարտադիր չի պացիենտները անընդհատ անգինաներով հիվանդացության էպիզոդներ ունենան։ Չնայած պացիենտներին, երեխաներին ծնողները բերում են մեզ, ինձ մոտ նաև գանգատներով, որ երեխան հաճախակի անգինաներով է հիվանդանում, երբ որ այդ երեխային նայում ես, տեսնում ես, որ այո, կա նաև քմային նշիկների գերաճ, իսկ քնած ժամանակ ոչ միայն ադենոիդ վեգետացիաների գերաճը, այնպես նաև քմային նշիկների մեծ չափերը բերում են նրան, որ երեխան եւ խաղամփացնում է եւ չի կարողանում քնով հագենա։ Այստեղ մի կարևոր բանի մասին ես կուզենամ նաև նշել, որը հաճախ է լինում եւ հաճախ նման դեպքերում ոչ միայն ցուցում է լինում ադենոիդ վեգետացիաների հեղացում, այլ նաև ցուցում է դրվում քմային նշիկների հեղացում, որովհետև իրենք հանդիսանալով լիմֆոիդ հյուսվածք, ներկայացնելով լիմֆոիդ հյուսվածքի կուտակում, իրար հետ լիմֆոիդ օղով կապված են եւ այս պարագայում ճիշտ է հենց վիրահատությունը երբուսը զուգորդել, ամբողջ երեխայի շնչառական զոնան ազատելու նպատակով լիարժեք շնչառություն ապահովելու։ Այսինքն 2-1-ում հնարավոր է անել երկու վիրահատություն միաժամանակ։ Մեծամասամբ այդպես էլ կատարվում է եւ այստեղ էլ նշիկների վիրահատության պարագայում մի բանից կուզենամ խոսել, որը շատ ակտուալ է դարձել այս վերջերս, քմային նշիկների մասնակի հեղացում։ Այսինքն նշիկները հեղացում են ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի։ Ես անձամբ դրան կողմ չեմ, մոտեցումները շատ տարբեր են, ինչու՞, որովհետև եթե մենք հեղացնում ենք մասնակի, մենք արդեն իսկ առողջ
չնայած արդեն առողջ օրգանի մասին չենք խոսում, եթե վիրահատում ենք ու ուրեմն գործ ունենք հիվանդ հյուսվածքի հետ։ Մենք նույն այդ հիվանդ հյուսվածքը ուղղակի փուչուրացնում ենք։ Եվ կան շատ տարբեր մեթոդներ, որոնց շնորհիվ պացիենտները ինձ դիմում են, ասում են, մեզ ասեցին, հիվանդանում ենք անգինաներով, կարելի է նշիկները փոքրացնել եւ վերջ։ Դա ինքնին անհասկանալի է, ինչու, որովհետեւ եթե հիվանդ հյուսվածքը մեծ է, փոքր է, ինչ տարբերություն, նա հիվանդ է։ Այսինքն դա հարցի լուծում չի, դա առանձին դեպքերում նաեւ խնդրի խորացում է իրենց ներկայացնում։ Վերադառնանք քթի վիրահատությանը, ադենոիդների հեռացմանը, շատերին մտահոգում է, հատկապես երբ դա անում են հասուն տարիքում, արդյոք դա անդրադառնում է քթի ձևի եւ չափսի վրա։ Ոչ, դա տեղին չի, նրանք տարբեր հատվածներում են գտնվում եւ մեկը մյուսի վրա որևիցե անդրադարձ թողնել չեն կարող։ Ֆասադի փոփոխություն տեղի չի ունի։ Ֆասադի փոփոխություն չի լինի։ Բժիշկ, երբ պիտի մարդը հասկանա, որ այլևս ինքը ունի շնչառական խնդիր, քթային, շնչառության խնդիր ունի, որքան ժամանակ դա պիտի տևի, որպես ինքը հասկանա, որ այլևս ժամանակն է դիմել բժշկի, ինչ հետևանքներին զգացողություններ պիտի ունենա, որ հասկանա, որ այլևս հետաձգելի չէ, սա հարբուխ չէ, սա ալերգիայի հետևանք չէ, այլ քրոնիկ բնույթ է արդեն կրում։ Տեսեք, ինքնին հետևանքների պետք է չի սпасել, որովհետև եթե հետևանքների արդեն հասանք, նշանակում է շատ թողի է այո խնդիրը։ Եթե նույն քթային դժվարաշնչությունը բոլորի մոտ էլ էպիզոդիկ կարող են լինել տարբեր պատճառներից, հենց նույն հարբուխների պատճառով, դրանք տևում են մի շաբաթ, երկու շաբաթ, լավ հասկացանք, չի անցնում, տեսնում է պացիենտը, որ ապակինում չունի, արդեն իսկ պետք է դիմել բժշկի, որովհետև եթե տարվա մեջ պարբերաբար նման էպիզոդներ են լինում եւ գնալով դրանք ավելի երկարատև տևողություն են ունենում, պետք է պացիենտը արդեն զգա, որ ստեղ մի բան են չի, եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է մարդու իր նկատմամբ ունեցած իր կուլտուրան, թե ինչպես է ինքը իրեն վերաբերվում։ Հա, ես հասկանում եմ, մեր դիտողները կասեն, մենք մեզ շատ լավ վերաբերվում ենք, ժամանակ չունենք, առողջության համար է պետք ժամանակ գտնել առաջին հերթին, որ առողջությունը կորցրեցիր, հետո էլ որևիցե բանի ժամանակ չես ունենա։ Շատ դիպուկ ասված է։ Բժիշկ, ալերգիկ հետևանքի իբրև քթային դժվարաշնչությունը ինչ կերպ կարող է այստեղ լոր բժիշկը օգնել, եթե ալերգիայի հետևանք է դժվարաշնչությունը, էնդոսկոպիկ վիրահատությունը ինչ որ չափով կթեթևացնի, կմեղմի իրավիճակը, թե չէ, թե եթե ալերգիկ դժվարաշնչություն է, այստեղ լորը անելիք չունի, պետք է ազատվել ալերգիայից կամ մեղմել դրա դրսևորումները։ Մեծամասամբ խոսքը գնում է սեզոնային ալերգիաների մասին, ալերգիկ ռինիտների մասին։ Այդ պարագայում ոչ վիրահատական բուժումը տեղին չէ, վիրահատական բուժում չի կիրառվում, այս պարագայում բուժումը տեղորայքային է, ինչպես քիթ-կոկորտ վիրաբուժը, այնպես էլ փոխադարձ զուգահեռ աշխատելով ալերգոլոգների հետ։ Այստեղ երբ որ նշեցի զուգահեռ ալերգոլոգների հետ, մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, բժիշկների համագործակցության մասին իրար հետ։ Օրինակ, տեսեք, մենք ես որպես քիթ-կոկորտ վիրաբույժ անընդհատ կոնտակտի մեջ եմ լինում շատ մասնագետների հետ, ում հետ մեր մասնագիտական շրջանակները խաչվում են։ Դրանք ակնաբուժներն են, նյարդաբանները, ատամնաբույժները, այս են մասնագիտություններն են, այն մասնագետներն են, որոնք շատ հաճախ նաև պացիենտներին ուղղորդում են դեպի ինձ, հայտնաբերելով իրանց բուժման ընթացքում խնդիրներ, որոնք իրենց լուծելին չի հանդիսանում, եւ դա շատ կարեւոր։ Սոմնոլոգներին բաց թողեցիք։ Այո, իրենց բաց թողեցի, նաեւ իրենք։ Բժիշկ,
փորձառու բժիշկ եք, տասնամյակների փորձ ունեք եւ ես գիտեմ, որ նման մեծ փորձ ունեցող բժիշկների պրակտիկայում անխուսափելի են անհեթեթ հարցեր, որոնք բուժառուին իսկապես հետաքրքիր է բժշկի համար մի փոքր նույնիսկ ծիծաղելի կարող է լինել, կարող եք մտաբերել այդպիսի մի հարց, որի մասին չէիք էլ կարող ենթադրել դուք որպես բժիշկ։ Գիտեք, հարցերը եւ դեպքեր շատ են լինում, որոնց ես արդեն սովորել եմ եւ նույնիսկ դժվարանում եմ գտնել դրանց մեջ որևիցե մեկը, որը ձեզ ավելի կհետաքրքրի, սակայն մտաբերեցի, ես վերջերս իմ պացիենտներից մեկը շատ զվարճալի եւ հետաքրքիր հարց ինձ տվեց. դե տեսեք, մեր մասնագիտությունը քիթ կոկորտական, շատ ներառուն է։ Եվ հարցը հետևյալն էր, ասեց, բժիշկ, ես չեմ հասկանում, դեմքի վրա քիթ, կոկորտ, ականջ, եւ ասեց, աչքի հիվանդություններն էլ վերցնեիք ձեզ, էդ էլ բուժեիք, պրծնեիք, էլի։ Գիտեք, չէ, դա մեկ այն սֆերա է, ակնաբուժները թող զբաղվեն աչքի հետ կապված խնդիրներով, սակայն ինչպես նշեցի ձեզ, մեր համագործակցությունը նաև ակնաբուժների հետ է շատ սերտ եւ այո, պացիենտի ասածը եւ տրամաբանական եւ հետաքրքիր, բայց իր ասածը մեջ տրամաբանական կա։ Մենք չենք զբաղվում, սակայն մենք ակնաբուժների հետ շատ խնդիրներ զուգահեռ լուծում ենք։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ուզում ես թեթև շնչառություն ունենալ, ուրեմն հետևի շնչառությանը ժամանակին դիմելով բժշկին եւ ոչ թե ամեն բան վերագրելով խեղճ ու կրակ հարբուխին, որը միգուցե եւ պատճառը չէ քո դժվար շնչառությանը։ Չես կարող լինել թեթև կյանք գրող, եթե շնչառությունը ծանր է։ Հանդիպելու ենք նաեւ հաջորդ ուրբաթ առայր։